ժառանգության պատգամավորները չեն մասնակցում ազգային ժողովի աշխատանքներին, դժվար է գտնվի մեկ, որ դա գնահատի դրական։ Բացասական երևույթ է, որ պատգամավորական մի խումբ բոյկոտում է ըստ էության աշխատանքները ազգային ժողովի։ Հանցագուրը նույնպես ինձ համար ընդունելի մեխանիզմ չէ, այն էլ քաղաքական դեպք ներկայացնող մարդկանց համար զուտ մարդասիրական տեսակետից դա անընդունելի է եւ չեմ համարում, որ դա միակ հնարավոր միջոցն է ինչ-որ հարցերի շուրջ քննարկումների հասնելու ճանապարհին։ Ճիշտ ասած, ես այդպես էլ հստակ այդ ցանկը չգտա, չլսեցի ամենայն դեպս առաջ քաշված հարցերի, բայց ինչպիսին էլ լինեն հարցերը, այդ հարցերը պետք է առաջ քաշել տրամադրված ամբիոնից հստակ, հետևողական, այնպես ինչպես քաղաքակիրթ աշխարհում ընդունված կարգն է։ Հացադուլի միջոցով հանրությանը ինչ-որ բանի մասին տեղեկացնելը, դա ծայրահեղ մի մեթոդ է, դրանից հետո էլի իրավունք ունեն մարդիկ ինքնահրկիզման գնան, չգիտեմ ինչեր անեն։ Այնինչ այս գիշեր կատարվեց, գիտեք, տևական անդադար անձրև էր, եւ որ իշխանությունը այս ամբողջ ընթացքում նույնիսկ մի վրան տեղադրել Ացադուլավուրի կողքին, սա ստակ ցույց է տալիս այս իշխանության թե բարոյական, թե քաղաքական նկարագիրը։ Ասել, որ իշխանությունը պետք է դիմել եւ փորձել նրանից ոչ, ասենք, առանց պահանջների, առանց Ացադուլի, առանց միտինգի ինչ-որ բան ստանալ, դա կարծում եմ ուղղակի ճիշտ չի այդպես մտածել։ Իշխանությունը ապացուցել է, որ ինքը ունակ չի ընկալելու, ունակ չի թե քաղաքական, թե մարդկային որևէ քայլ կատարելու, եւ եթե քաղաքական գործիչը Հայաստանի քաղաքացի ծայրահեղ քայլի է գնում, դա լավ ուրիշ չի։ Ռաֆի Հովհաննիսյանը ընտրել է այդ տարբերակը։ Մյուսները ուրիշ տարբերակ ունեն, թող ընտրեն, բայց այսպես նստել եւ մտածել, որ կարող ենք ընտրական օրենսգիրք քննարկել եւ քննադատել, որ ժառանգության падգամավորները չեն մասնակցում նիստերին, որտեղ բացարձակապես ոչինչ չի որոշում։ Ոչ մի բան չի որոշում այդ խորհրդարանը։ Իմիտացիա է, թե ժողովրդավարական ինչ-որ ինստիտուտ գոյություն ունի։ Լավ գիտենք ինչ է այդ խորհրդարանը եւ լավ գիտենք այդ խորհրդարանի բովանդակությունը ինչ է իրենից ներկայացնում։ Ես հակված չեմ բարձունակ մեկնաբանություններ տալ, օրինակ Մյուս ընդդիմության կողմից դասեցին, որ երկու երեք մի տեղ արվում, համ պասապահում, համ էլ ցուցատալի, ես այդպես չեմ մտածում։ Ես մտածում եմ, որ իրոք բողոքի ակցիա է, բայց մյուս կողմից էլ մտածում եմ, որ այդ բողոքի ակցիան անում են այն մարդիկ, ովքեր ուրիշ ձև չունեն իրենց ձայնը լսելի դարձնեն հասարակությանը։ Մինչդեռ Ռաֆի Հովհաննիսյանը ստացել է մանդատ ժողովրդի դատապարտելով իմիջիայլոց, այն փաստը, որ վրան չեն թողել դնել, որ մարդը չմրսի, ես նոր իմացա դրա մասին։ Հանցագործություններով են զբաղված, դուք մեջն եք, վեկացեք ասեք, Պողոսը, Պետրոսը, Թաթոսը հանցագործ են։ Ես պատահական չի, որ ձեզ դիմեցի։ Զուր ճիքեր են, դրա համար վերջին ճիքն է, ես պատահական չի, ես կոնկրետ հարցեր եմ տալի, այդ որ Պողոսն է հանցագործ, որ հանցագործ։ Ասեմ, հենց հիմա ասում եմ։ Ասեք։ Հենց հիմա ասում եմ։ Եթե չեմ սխալվում, Սահմանադրության 65-րդ հոդվածի հստակ նշված է, որ պարլամենտում պետք է լինեն պրոֆեսիոնալ падգամավորներ, նրանք պետք է չզբաղվեն գործարարությամբ։ Այո։ Հստակ է նշված, բացի մանկավարժական, գիտական եւ այլն։ Հիմա բառացիորեն չեմ հիշում, որ ցիտեմ։ Բոլոր նրանք, այլ պրոֆեսիոնալ գործարար։ բոլոր նրանք, ովքեր այսօր զբաղվում են գործարարությամբ եւ հայտնի են իրենց գործարար լինելով, ես բան չունեմ ասելու, եւ գտնվում են ազգային ժողովում, նրանք ուղղակիորեն ոտնահարում են սահմանադրությունը, նրանց այնտեղ գտնվելը հակասահմանադրական է եւ չի հետապնդում օրենսդիր աշխատանքով զբաղվելու նպատակ։